Եվ այդ խոստումները, որ տրվում են ամեն անգամ, եւս մեկ անգամ համոզվում ենք, որ այն խոստումները, որ տրվել են 7 տարիների ընթացքում, նախ ոչ մի խոստում էլ չեք կատարել, պարոն Փաշինյան։ Դրանից հետո արհավիք է բերել մեր ժողովրդի գլխին, հետո գնացել եք ընտրությունների մի ծրագրով, որ Շուշի հադրութ պիտի դեօկուպացնեք, դեօկուպացիայի հարց անջատում հանուն փրկության եւ այլն։ Ուրեմն Արցախ էս պայն գոյություն չկա, քիչ չի։ Դուք մի հատ այստեղից գալիս եք հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հազարամյակներով որ այդ մարդիկ, մեր հայրենակիցները ապրել են այդտեղ, չկա։ Հիմա նորից էլի ընտրություն կլինի, էլի կգնաք կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսակ, կասեք իրական Հայաստանից ենք խոսում, բայց այդտեղ էլ ճիշտ չէ կլինի, էլի կխաբեք։ Ինչ վերաբերվում է մեր սահմաններին, որ ասում եք, դե դատապարտեիք, ասեիք զինվորականներին, դեղ գյուղի օրինակը ամենացծուն օրինակն է։ Վերջերս տեղի ունեցած շատ ուրեմն շատ տարիներ առաջ չի տեղի ունեցել, երբ որ սահմանապահ զորքերը եւ ՊՆ-ն իրարից տեղյակ չէին, դուք դրա մասին շատ լավ գիտեք։ Եվ մեղավորությունը ստեղ գցել ընդդիմության վրա, ես դրա լոգիկան չեմ հասկանում։ Դուք ձեր ներսում չեք կարող հասկանալ աջ ձեռը որտեղ է ձախը որն է։ Իրար հետ չեք կարողանում, այդ ստրուկտուրաները չեն աշխատում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում եք դուք։ Եվ հերիք է մեզ սովորեցնեք ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել, հոգնել ենք արդեն դրանից։ Կամ ինչն է պետք, ինչը չի պետք, իրական, ոչ իրական։ Դուք արդեն հասել եք նրան, որ հեսա երկունից հետո կարող է կաթողիկոսի պարտականություններն էլ վեկալեք ձեր վրա։ Հարցս հետևյալն է, սահմանազատման, սահմանագծման այս գործընթացը որ կա, որ ասացիք սկսվում է այդ գործընթացը, ինչ փուլում է։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Պարզվեց դրա համար էր սրբազան պայքարը, էլի տենց։ Շնորհակալ եմ, պարոն Դանելյան, հարցի համար, սովորաբար հոգնածների համար մի պրոցեդուրա կա, այդ հանգստանալն է։ Հոգնացեք, հանգստացեք։ Ինչ ձեզնից եք հոգնել, ինձնից հանգստացեք։ Եթե հոգնել եք ինձնից, ինչ եք հարց տալիս։ Հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք, որովհետև իմ Ինչ ասեմ։ Աշխատա։ Դե ինչ ասեմ։ Պարոն Դանելյան, ձեր հարցեն հատվածներին, որոնց տասնյակ անգամ անդրադարձել ենք, չեմ կարծում, թե նորից անդրադառնալու կարիք կա, ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, հանձնաժողովները աշխատում են, հայտարարությունները արել են, հրապարակային են ինչ որ պիտի անեին, այսինքն ինչ որ արդեն համաձայնեցված է եւ հրապարակվել է, եթե նոր բան կլինի հրապարակելու, կհրապարակվել, գործընթաց կա, աշխատում են, բայց դեռևս հրապարակելու բան չկա։ Թե չէ կհրապարակեին, հակառակ դեպքում իմաստ չուներ։ Արձագանք Չհրապարակել։ Ուրեմն, տեսեք, ես մեկ անգամ եւս ուզում եմ մեր սիրելի հայրենակիցների համար արձանագրել, որ քիչ առաջ դուք ասեցիք, որ գիտեք, որ ժողովուրդը ուզի անպայման կգա ու ինձ կհեռացնի։ Ես համոզված եմ, որ անգամ 100,000-ավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք։ Դուք գնացող չեք։ Հա, քիչ առաջ էլ հանրահավաքի քիչ էր մնում ժամ էլ ասեք, որ ժամին պիտի տեղի ունենա հանրահավաք, բայց դուք գնացող չեք, պարոն Փաշինյան։ Ես բազմաթիվ ուրեմն ցույցերի աննազանդության ակցիաների մասնակից եմ եղել, իմ մաշկի վրա զգացել եմ, էլի, այդ ռեպրեսիոն համակարգը, որ սկսվում է, ոչ մեկին չի խնայում, որ ասում եք ժողովրդավարության բաստիոն, թողեք մարդիկ իրանց կամ արտահայտություններ անեն, խոսան,
ժողովրդավար երկիր լինի, որ իր կարծիք արտահայտող մարդը չհայտնվի էլի ինձնից ծախ։ Այ սրա արդյունքում ունենք էլ ինչ որ ունենք։ Ինչ ասեմ։ Շնորհակալություն, պարոն։ Բան չունեմ ավելացնել։ Շնորհակալություն։ Քրիստինե Վարդանյան, համեցեք։ Ես բնականաբար ձեր ոճով չեմ արձագանքի այստեղ հնչած հայտարարություններին, կանխատեսելի եք, պարոն Փաշինյան, այն բանակցային արդյունքից հետո, որ ունեցել եք, բնականաբար այսպիսի վարքագիծ պիտի դրսևորվել ԱԺ-ում։ Ես ուղղակի մի քանի արձանագրումներ անեմ։ Նախ այդ հակագիտական պնդումներին շարժումը ավարտելու մասին, գիտեք, հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եղած միակ խնդիրը Արցախյան հարցն է։ Այ Արցախյան հարցը հենց փակենք, էլ որևէ խնդիր չենք ունենա, որովհետև դուք այդ ճանապարհով արդեն 3 տարի է գնացել եք։ Դուք այս նույն տրամաբանությամբ հրաժարվեցիք բանակցությունների սեղանին քննարկել փախստականների վերադարձի հարցը, իբր թե դրանով արգելափակում եք, որ Ադրբեջանը այդ հարցը չքննարկի, հիմա դուք չեք քննարկում Արցախահայերի վերադարձի հարցը, Ադրբեջանը շարունակում է առաջ տանել ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում։ Հիմա ժողովուրդը ամեն տարի գնալով մեծացող շարժումով գալիս է ձեզ ասում է հեռացեք։ Եթե ձեր համար որևէ թիվ կա, որ դրանից հետո է ժողովուրդ, այդ թիվը ասեք մենք շատ արագ դա կկազմակերպենք։ Գնալով մեծացող թվով, ձևով, շարժումով։ Ինչ վերաբերում է ձեր անպատասխանատու հայտարարություններին, որ այս ամբիոնից եք առնում, ես զարմանում եմ, էլ գալիս եք դավաճանության մեջ, էլ չգիտեմ, շպիոնաժի մեջ, էլ դասալիքներին աջակցելու։ Դատախազության տեղը չգիտեք, հաղորդում տալու ձևը չգիտեք, ես պատրաստ եմ ձեզ հետ կգամ, գնանք այդ հաղորդումը տանք, ձեր ունեցած փաստերը ընտրությունների համար եք պահել, ինչի համար եք պահել այդ փաստերը ունեք, ներկայացրեք այդ փաստերը իրավապահ մարմիններին, ինչքան կարելի է իշխանության 49-րդ տարում էլ եք գալու ինչ-որ հայտարարություններ անելու, 7-րդ տարին է, և վերջում, ես ուղղակի ուզում եմ, որ մեր հանրությունը իսկապես պատկերացում կազմի, դուք ոնց եք բանակցել, ես հրապարակում եմ 2022-ի ընդդիմության չէ, ձեր հրապարակած կետերը, որով դուք ասել եք, որ գնալու եք այդ կետերով բանակցել։ Տիկին Քլոյան։ 6 կետ եք հրապարակել։ Տեսեք ինչ եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը պիտի արտացոլեք։ Պիտի ռազմագերիների վերադարձի հարցը արտացոլեք, 4-րդ կետը։ Իսկ 5-րդ կետը ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից 6-րդ կետը ձեր հրապարակած համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը պիտի դիմեր, ավարտում եմ, ԵԱԿ Միսկի խմբի համանախագահներին։ Դուք 2022-ին հրապարակել եք, որ այս կետերով եք բանակցելու։ Այդ որ հարցնում եք ինչ ենք զիջել, այս սաղ զիջել եք։ Այս կետերից որևէ մեկը ձեր ստացած փաստաթղթում արտացոլված է։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան հարցի համար, բայց ստիպված եմ նորից կրկնել, որ շատ կարևոր է, որ երբ որ մի բանի մասին խոսում ենք, փորձենք համոզվել, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։ Մասնավորապես ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ, ԵԱԿ Մինսկի, երբ որ ես այդ հայտարարությունը ասել եմ, արել եմ, այդ ժամանակ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը դեռ հույս ունեինք, որ համանախագահող երկրները որևէ ձևով իրար հետ գոնե կշփվեն։ Այդ հայտարարությունից հետո ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները իրանք գործառույթը հրաժարվել են կատարել։ Երկրորդը, այդ հայտարարության պահին Լեռնային Ղարաբաղի հայերը եղել են Լեռնային Ղարաբաղում։ Այդ դուք էիք, որ ինձ 2023 թվականին դուք անձամբ նկատի չունեմ, ձեր քաղաքական ուժերը ներկայացնող անձինք եւ շրջանակներ եւ ոչ միայն դուք, որ ինձ մեղադրում եք նրա համար, որ ես թույլ չեմ տալիս, որ Լեռնային Ղարաբաղից մարդիկ դուրս գան եւ հեռանան։ Այսինքն, այդ ամեն ինչը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել։ Երկրորդը, երբ որ խոսում եք
կառավարության եւ ժողովրդի հարաբերությունների մասին այդ հարցի պատասխանը տրվել է ժամանակին Հայաստանում տեղի ունեցել ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխություն։ Ով էր հաշվապահություն անում այն ժամանակ։ Այսինքն հաշվապահություն կար, եթե կար, ուրեմն հաշվապահությունն է նա, որ դա տեղի է ունենում, որովհետև ոչ մի կառավարություն չի կարող մնա տեղում, եթե ժողովուրդը չի ուզում այդ կառավարությունը մնա տեղում։ Չի կարող լինել այդպիսի բան ուղղակի։ Մնացածը չեմ հիշում ինչի մասին էր կներեք, բայց ոնց որ պատասխանեցի ձեր հարցին։ Սրանք ձեր հրապարակած վերջին կետերն էին։ Դուք սրանցից հետո որևէ նոր կետեր, որով շարունակում եք բանակցությունները, չեք հրապարակել։ Այդ է ամբողջ հարցը, որ այն կետերը, որով հրապարակել եք, որ պիտի գնաք բանակցություններ ու պիտի արտացոլվեն, ձեր ստացած փաստաթղթում տեղ չեն գտել։ Այդ տեղից էլ հասկանում ենք, որ ամբողջությամբ տեղ են գտել այն կետերը, որ Ադրբեջանն է նախապես հրապարակել, որ այդ կոնտեքստում պիտի տեղի ունենան բանակցություններ։ Հիմա հա ձեր վրա չեն կրակել։ Ապրեք, ապրեն։ Այսինքն այո, մի օր Հայաստանում, Երևանում ժողովրդի կոնստիտուցիան կլինի այնքան, որ կրակերն էլ ձեզ չի օգնի։ Եթե դա է, եթե ամեն անգամ պիտի կրակեք, հետո գլուխ գովակ, որ ռեպրեսիվ համակարգով իշխանություն եք պահել, պահել եք, հա միջև հիմա, ով դրան դեմ բան չեմ ասում։ Եվ վերջում Հայաստանում հիմա չկա երկընտրանք, իրական Հայաստան, կեղծ Հայաստան։ Խնդիրը այնն է, որ ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած արևմտյան Ադրբեջանն է։ Այդ է մեր խնդիրը։ Հայաստանում կա երկընտրանք եղածը պահելու ամեն գնով եւ ամեն ինչ կորցնելու միջև։ Դուք ամեն ինչ կորցնելու ճանապարհն եք ցույց տալիս։ Այլ ընտրանքը եղածը պահելու, այնա ինչ որ մենք ենք առաջարկում։ Տիկին Վարդանյան, ստիպված եմ ընդամենը եւս մեկ անգամ կրկնել, որ երբ որևէ բանի մասին խոսում ենք, վատ չի լինի փորձել համոզվել, հասկանում ենք ինչի մասին ենք խոսում, թե այդքան էլ չէ։ Շնորհակալ եմ։ Սիսակ Գաբրելյան։ Շնորհակալ եմ, հարցս ուղղում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, եթե անհրաժեշտություն դիտարկում մի փոքր նաև անեմ, իմ մոտ տպավորություն է, շարունակելով նաև գործընկերոջս էլի խոսքը, որ մեր ընդդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ, այսպես ասած, պաշտպանն է, որտեղ նոր էլ վերջին հարցադրումը ինչ էր ասում, ինչ ասել է Ալիևը, բերե ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ոչ մի բան չի ներառվել այդ փաստաթղթում, մինչդեռ մենք տեսնում ենք process, որ այդ ստորագրման գործընթացը ըստ էության մեր կողմից հայտարարում է, որ պատրաստ ենք հենց հիմա ստորագրենք, Ալիևի կողմից մինչև այս պահ այդ համաձայնությունը չկա։ Եվ երկրորդ տպավորությունը, որ ինձ մոտ ստեղծվել է, որ մեր ընդդիմությունը կարծում է, որ այս բանակցությունները ինչ որ զիջման մասին են, այսինքն հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը, ձեր մանդատը Հայաստանամսան 29743 կիլոմետրն է, ինքնիշխանությունն է եւ խաղաղությունը։ Այս կոնտեքստում բան վարչապետ, բայց շատ է խոսվում, ես կարծում եմ հասկանում եմ, որ չեք կարող նաև որոշակի մանրամասնել, բայց գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով կարող եք ասել լավ այդ պայմանագրում են մի քանի կետերը արդեն կարելի ասել ամբողջական ձևակերպամբ բոլորը գիտեն, հա, այդ երրորդ ուժերի տեղակայում, չգիտեմ, հայցերի հետ քաշում, ընդհանրական մյուս կետերը կարող են մեր ժողովրդին գոնե ասել, որ նախ եւս մեկ անգամ փաստենք, որ չկա այնտեղ մի բան, որը որ վերաբերում է միայն Հայաստանին, եւ եթե այդ զիջման տրամաբանությամբ են գնում, ապա Ադրբեջանի Հանրապետությունը 17 կետով էլ զիջել է։ Այսինքն այդ թվում զիջել է եւ այս երրորդ ուժեր չլինեն եւ հայցերի հետ քաշում։ Այն մյուս կետերի մասով կարող եք ընդհանրական թեկուզ ասել, ինչին են վերաբերվում եւ արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Գաբրելյան, բայց կարծում եմ այդտեղ քաղաքական բառարանի խնդիր էլ կա։ Որովհետև նայած, եթե ուզում ենք, ես նախորդ հարցից մեկինի պատասխան ասեցի։ Նայած ինչի հետ մենք համեմատ ենք, այսինքն ո՞րն է մեր չափանիշը։ Էլի ես վերադառնամ 2023 թվականի ապրիլին այստեղից ունեցած 23 կամ 24 թվականի ապրիլին
այստեղից ունեցած 24 թվականի ապրիլին, որտեղ ես խոսեցի իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին։ Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո, կարող ենք ասել, որ դա զիջումել է, կապիտուլյացիա է, ինչ անուն կարող ենք ասել, ասեց ինչ ցանկացած անուն կարող ենք դրան ասել։ Բայց այն խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այսինքն միջազգայինորեն Հայաստանի Հանրապետությանը որևէ բան չի զիջվել։ Ընդ որում ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես։ Ես ավելին եմ ուզում ասել, ընդհանրապես մենք մեր հարց չենք տալիս, թե Ղարաբաղի հարցը ինչի չի լուծվել։ Ես կարող եմ ասել այդ թվում ինչի չի լուծվել, որովհետև 2018 թվականից 2018 թվականի դրությամբ, ապրիլի դրությամբ, սեղանին ա եղել բանակցային մի բովանդակություն, որը Ղարաբաղի հարցի մասին մեր ունեցած պատկերացման հետ համեմատ, որը արտահայտվել է ամենատարբեր ուղերձներում, այդ թվում իմ ելույթներում, հայտարարություններում, այդ իրադրությունից դուրս գալու համար, այդ իրադրություն լուծելու համար, մենք պիտի զիջեինք, հետո էլի 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 պիտի զիջեինք։ Որևէ գործողություն, տեսեք օրինակ բանը, Սերժ Սարգսյանը առաջինն էր, չէ, որ բանից 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս թռավ եւ ասեց կապիտուլյացիա։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ գործողություն, որևէ հնարավոր գործողություն, տեսեք ինչ եմ ասում, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Որևէ գործողություն։ Եթե կար, թող այդ գործողությունը աներ, ոչ թե գար էս ամբյոնից բան աներ, պատերազմ անոնց աներ։ Այսինքն թիվ մեկ կապիտուլյանտը, որ բերել է պրոցեսը հասցրել է միտեղ, որտեղից ուրիշ ելք բացի այն ինչ որ ինքը անվանում է կապիտուլյացիա չկա, իրանց գործը ինչ է։ Իրանց 2020 թվականի նոյեմբերի եւ դրանից առաջ էլ ամբողջ գործը ինչ է։ Որ իրենց կառուցած, այն ինչ որ իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների կոնկրետ իմ վզին։ Բայց դրա համար եմ այդ մարդկանց ասում եմ, լսեք, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ 3 հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, մենք բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թորներին, ծորներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին ղրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Եվ գիտեն իրանք դա։ Եվ դրա համար էլ չեն գալի, էսա վաղը, էս պայծ սկսած, երեխեքը, թորները, ծորները, հարսները, բաջանաղները, աներձակները, քենիները սկսվելու է։ Ասում եմ, կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Ուրիշ տարբերակ չկա։ Սրանից հետո խոսակցությունը լինելու է սենց, հենց այս իրանց այդ բանի շեստորկեգից մեկը ձեն անեց, ասելու եմ ձեններդ կտրեք, գնացեք ձեր քաղաքական լիդերներին ասեք, բան ունեն ասելու, թողան խոսալու, գնում ենք ուղիղ եթերում խոսում ենք։
Հերիքան ինչքան կարելի է մարդկանց բան անել, սղոցել ուղակի։ Ընդ որում խնդրեմը մեզ չեն սղոցում, սա մեզ համար բացարձակապես ձեռնտու խոսակցություն է։ Սղոցում են մարդկանց, սղոցում են հանրության նյարդերը։ Էս է խնդիրը։ Ասում եմ, սա մեզ համար քաղաքական ամենակոմֆորտ միջավայրն է։ Ասենք քաղաքական լիդերներ եւ քաղաքական ուժեր, որ ընդհանրապես բան չունեն ասելու, որևէ քաղաքական շանսից զուրկ է, ասենք միլիարդ էլ ծախսեն իրանց, ասենք գիտությունը չի կարա, էլի կարա ԴՆԹ անալիզ անի, բայց դինոզավրին չի կարա կենթանություն հաղորդի։ Ասենք սրանից ավելի լավ քաղաքական միջավայր մեզ համար չկա, բայց իմ խնդրեմն է նա, որ մարդկանց ժողովրդի ներվերի հետ են անդադ սղոցում։ Սրա մասին է խոսք։ Արձագանք։ Շնորհակալ։ Մարինա Ղազարյան։ Հարցս ուղղում եմ ԿԳՄՍ նախարար Տիկին Անդրեասյանին։ Օգտվելով առիթից ուզում եմ հարցնել վերջին զանգի վերաբերյալ։ Վերջերս լրատվականները սկսել են գրել, որ դուք արգելում եք դպրոցներում վերջին զանգի միջոցառումները։ Խնդրում եմ ներկայացնել նախարարության դիրքորոշումը։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, համեցեք Տիկին Անդրեասյան, իսկ դահլիճում լրություն պարոն Եղոյան, Տիկին Ղազարյան, պարոն Հակոբյան, ասում եմ, լրություն։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցի համար։ Ես վերջերս առիթ եմ ունեցել նաև հանդիպելու 12-րդ դասարանցի որովհետև բացի չափի նվազեցումը 50,000-ից 40,000, դուք նաև ընտանիքի չափահաս անդամներին էլ աջակցություն չեք տրամադրում, որտեղ այդ աջակցությունը միայն 63-ից բարձր տարեցների համար, հաշմանդամություն առաջի երկրորդ խումբ ունեցող եւ երեխաների համար։ Եվ հետո տարվա արդեն վերջի եռամսյակում նախատեսում եք, այսինքն երկրորդ կեսին արդեն նախատեսում եք, որ այդ աջակցությունը կդառնա 40,000-ից 30,000։ Հիմա հարցը շատ պարզ եւ վերաբերում է հետեւյալին։ Այդ աջակցության նպատակը ըստ էության նույնը ժամանակավորապես բնակարանային ապահովում։ Մարդիկ տնավեր են եղել, կորցրել են իրենց տունը, կարասին, ամեն ինչ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ կառավարությունը տալիս է աջակցություն, որ բնակարանային ժամանակավորապես ապահովման վարձավճարը վճարեն։ Հիմա այդ 4 հոգանոց ընտանիքը պայմանական եւ առարկայական, երբ որ ստանա ապրիլից 80,000 դրամ, ձեր կարծիքով այդ վարձավճարը ո՞նց պիտի վճարի, թե պիտի դառնա անտուն կամ գնա արտագաղթի։ Հարցին կպատասխանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարոն Ավետիսյան, շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, երբ որ մենք մեկնարկում էինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, եւ մենք տեղյակ ենք եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ձեր նշած բնակարանների համար վարձակալության եւ կեցության ծախսերի ապահովման ծրագիրը, եւ մենք զուգահեռաբար հայտարարեցինք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի մասին, որը մեր բնակարանային ապահովության ծրագիրն է։ Եվ սա նշանակում է, որ երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց այս վարձավճարի, այսպես ասած, կեցության համար ծրագրից, մենք նաև արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Երբ որ դուք վերում եք 4 հոգանոց ընտանիքի հետ կապված, 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովության հետ կապված, մենք առաջարկում ենք մինչև 20 միլիոն դրամ, կա ցանկը 400-ից ավել համայնքներում, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել եւ պայմանները, եւ մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրից օգտվել։ Եվ երբ որ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ եւ կոնկրետ ուղեր ցղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության
աջակցության շահառու։ Բայց սա չի նշանակում, որ այս աջակցությանը զուգահեռ մենք չենք դիտարկելու, հենց այսօր էլ քննարկում ենք ունեցել մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կունենանք առանձին թիրախային խմբեր, այդ թիրախային խմբերի համար մենք կոնկրետ աջակցություն կտրամադրենք եւ նաեւ հանրային քննարկման դրված այդ աջակցությունը, այսինքն մենք մեր գործիքներով գնահատելու ենք, եթե հասկանանք, որ տվյալ ընտանիք օրինակ անապահովության համակարգի շահառապ է, նրան առանձին գործիքակազմով ենք փորձելու ուրեմն օժանդակել։ Բացի այդ, նշեմ, որ մենք ակտիվ աշխատում ենք մեր քույրերի եւ եղբայրների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուղղորդելու դեպի աշխատանք եւ ես պետք է ասեմ, որ շուրջ 25000 մարդիկ արդեն զբաղված են, աշխատում են նաեւ ձեռնարկատիրությամբ, սա նշանակում է, որ մեր ծրագրերը ավելի թիրախային պետք է սրանից հետո լինեն, մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք իրականացնել եւ ասենք, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50,000 դրամը եւ այդ 50,000 դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղղեք։ Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր 3 միլիոն, 4 միլիոն եւ 5 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնելու տրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, դուք չեք դադարում ինձ զարմացնել։ Պարզ բան եմ ասում եք երկարաժամկետ ծրագրեր։ Լավ, խնդիրը լուծելուց հետո ընդհանրապես սոցիալական աջակցության սկզբունքներից մեկը է դա կարիքը գնահատվում, աջակցություն են ցուցաբերում, քանի դեռ այդ կարիքը կա եւ փորձում են ակտիվ ծրագրերով դուրս բերեն։ Այդ դուք ասեցիք ավելի երկար։ Հիմա պարզ բան, չեք լուծել մարդու խնդիրը, այդ ընտանիքը կա։ Այ որ դուրս գաք մեկ-մեկ ժամանակ գտնեք, պտտվեք, հարցնեք, դուք էլ այցելեք, տեսնեք, կամ այդ մարդիկ շուտով կարող է հավաքվեն, մի հատ գնաք այդ մարդկանց հարցնեք, խնդիրը կա, չի օգտվել դեռ այդ ծրագիրը իր համար մշտական բնակարան տանիք չի ապահովել։ Հիմա երբ որ դուք 200,000 այդ ընտանիքի հեսա մի քանի օրից դարձնում եք 80,000, կոնկրետ այդ մարդը վարձավճար տալու խնդիր է ունենալու մի քանի օրից 200,000, 80,000 եւ այդ խնդիրը ծառայելու է այդ ընտանիքի առջև 10 օրից, 5 օրից։ Հիմա դուք ասում եք երկարաժամկետ են կանում, լավ էլի վերջ տվեք էլի։ Հիմա կոնկրետ խնդիր է, դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը, չեք լուծել մշտական բնակության հարցը։ Հիմա այդ ընտանիքին ասում եք կապ չունի լուծել ենք թե չէ։ Մենք քեզ 2.5 անգամ նվազեցնելու ենք քո աջակցությունը։ Էս ասեք մարդկանց։ Լավ, պարոն Ավետիսյան, դուք չեք զարմանա, եթե կարծում եմ ակտիվ ներգրաված լինեիք ինչպես հանրային քննարկման ժամանակ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներ մենք ոչ թե ամիսը մեկ անգամ, երկու անգամ, մենք ամենօրյա կապի մեջ ենք, մենք նաև դաշտային աշխատանք ենք իրականացնում, երբ որ դուք այդտեղ նստացեք, այս կողմի նստած նաև падգամավորները մարզերով շրջում էին, քաղաքներով, գյուղերով հանդիպումներ էին ունենում, շատ լավ, բայց ես ձեզանից մի առաջարկ այնուամենայնիվ չեմ հիշում, որ ստացած լինեմ կոնկրետ մեր ծրագրերի մասով, որ կարելի է օրինակ սա անել, նա անել, մենք էլ դիտարկենք այդ առաջարկները։ Ես ասում եմ, մեր աջակցության տրամաբանությունը եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա առաջին մասով։ Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելու։ Հետո ես այդ թեմայով նույն ելույթը ընդ որում ուզում եմ արձանագրել, որ անվտանգության խորհրդում ընդլայնված կազմում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չեն կարել եւ ես ներկայացրել եմ կառավարությանը, հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների
կազմով քննարկմանը, որտեղ էլի ընդլայնված կազմով, որովհետև կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։ Ես ուզում եմ ասել, որ ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը ըստ էության հրապարակային հնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույցում այն բանի, որ ես ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Ես դա դրա համար եմ ասում, որովհետև եթե դա գաղտնիք է արտաքին լսարանի համար, ներհայաստանյան լսարանի առաջ ես գաղտնիք չունեմ։ Եվ այդ առումով ես արձանագրում եմ, այո, ես ասում եմ իմ դիրքորոշումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակենք։ Կրկնում եմ, ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Համեցեք։ Դուք Ղարաբաղյան շարժումը դադարեցրեցիք Պրագայում մայիս ներողություն հոկտեմբեր ամսին, բայց շարժումը շարունակվում է։ Իհարկե, դուք կարող եք շարժումը շարունակողներն էլ արտանձնել, եւ ձեր կուսակիցներից մեկը ասել շատ ուրախ կլինենք։ Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ այստեղ ադրբեջանցիներ նստեն արևմտյան, քան թե մենք։ Ամեն դեպքում հարցից դուք էլ չպատասխանեցիք։ Գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է։ Ասում եք, ես Հայաստանի ներսում գաղտնիք չունեմ։ Հայաստանի ներսում ենք։ Ինչ եք ֆրակցիային ուզում ասել։ Հեսա բոլորին ասեք, քանի ժուրնալիստներն էլի բրբրթոսով չեն հանեօթյակից։ Ասում եք Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Չգիտեմ դուք դա ինչպես եք սահմանում, բայց օրինակ ԵԱՀԿ-ն տարածքային ամբողջականությունը սահմանում է լրիվ այլ կերպ։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000, չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Եթե պարոն Արշակյանը կես րոպե ժամանակն է, կարող եմ կարդալ, այլապես խորհուրդ կտամ ձեզ կառավարության անդամներին եւ մնացածներին կարդալ, թե օրինակ ԵԱՀԿ-ն ինչպես է դա սահմանում։ Հիմա ես ուզում եմ ասեք, մի զիջում, որ Ադրբեջանը արած լինի, դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Շնորհակալություն։ Ես ասի, եթե դուք ցանկություն հայտնեք, ես ասում եմ պատրաստական եմ, ընդ որում ես իմ տեքստը գրավոր բաներով ա եղել, գրավոր այսպես պարբերություններով, որը ես հատուկ նաև բոլոր դեպքերում էկրանին արտահայտել եմ, այդ նույն տեքստը պատրաստ եմ ներկայացնել ձեզ, ինչ ասում եմ, չեմ կարող այստեղ ասել, կարճ, հիմա ասեմ կարճ, իսկ եթե կարճ, երբ որ դուք ձեզ պետքա ԵԱՀԿ-ին բան եք անում, հղում եք անում, ես էլ ասում եմ, գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինչ ասեմ, այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք եւ ինքնուրույն դա հասկանանք եւ այդ կետից սկսած այն թոքի պատմությունը պատմել եմ, նորից չպատմեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մեր բազմաթիվ հանդիպումներում քաղաքացիների հնչող ամենաշատ հարցը թոշակների բարձրացմանն է վերաբերում։ Ցանկանայի, որ դրան ավելացնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եւ կառավարությանը դիմել բարձրաբանելու համար, թե երբ ենք նախատեսում քայլեր ձեռնարկել կամ հաշվարկներ անել նվազագույն աշխատավարձ եւ կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։
Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան։ Վերջերս կառավարության նիստում կամ խորհրդակցության ժամանակ, չգիտեմ, չեմ հիշում որտեղ եմ ասել, ես այդ թեմային անդրադարձել եմ եւ խոսել եմ այն մասին, որ կարծում եմ, որ կենսաթոշակներից անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ բարձ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որտեվ տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում եք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։ Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բան մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ խփեմ։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեմ, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որովհետև պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք։ Ատեստավորմամբ ենք ավելացնում, ու ճիշտ ենք անում, որ ատեստավորմամբ ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունը մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ հայկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինձ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ, ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում, իրանց պետքա թոշակավորել, եթե պաշտոնյան է, որ ձեռը կտրել են կատորն է, տակից անել են, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ, մահացած մարդը չի կարող ցուցակից դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ, կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Այդ եմ ասում, նոր մարդը չի կարող թոշակավորվել։ Հետեւաբար եւ ընդհանրապես սոցիալական հարցերում շատ կարեւոր մի հարց կա, մենք պետքա մեր երկրի մոդելը հասկանանք, մենք ինչ մոդել ենք ուզում։ Իմ կարծիքով մոդելը հետևյալն է, որ մենք պետքա աշխատենք արդյունավետ, վաստակենք շատ,
որ เป զի շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ։ Պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որ เป զի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարող ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպես այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդը վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնանք տենանք ինչ է իր վիճակը։ Իսկ իր վիճակը նույնն է, էլի չունի հաց։ Ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ եւ չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք։ Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է, եկեք մի հատ կանգնենք։ Եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ոնց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը, ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, աստվածչանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած այն դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թեքիտ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության որ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։ Արձագանք համեց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում։ Աստարապես տեսեք, մենք եթե 10%-ով ցանկանանք թոշակները բարձրացնել, դա կկազմի մոտարապես 24 միլիարդ դրամ տարեկան։ Հիմա տեսեք, մենք այսինքն 4000 դրամի մասին է խոսքը, եթե բարձրացնենք, կկազմի 24 միլիարդ դրամ։ Հիմա տեսեք, մենք օրինակ մի փոփոխությամբ օրենսդրական 13 միլիարդ կարողացանք լրացուցիչ հարկեր գեներացնել խաղային բիզնեսից։ Այսինքն մենք 5%-ի խնդիրը լուծեցինք ճիշտ հարկման ճանապարհով, արդյունավետ հարկման ճանապարհով։ Եվ կան բազմաթիվ նման հնարավորություններ։ Ես կողմ եմ ավելի շատ հարկերի բազան ընդլայնելուն։ Այն ինչ որ ասացի, դուք ասացիք, որ այդ ճանապարհը մի քիչ վտանգավոր է, ռիսկային է։ Այո, մենք պետք է գնանք հարկերի բազան ընդլայնելու, այսինքն գործարաններ կառուցելու ճանապարհով, նոր արտադրատեղեր ստեղծելու հնարավորություն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն։ Մենք ավելի շատ հարկեր գեներացնելու շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ պետք է օգտվենք։ Այն նույն պարոն Սուքասյանի ասած հնարավորությունը, այն որ ես եմ ասում, այդ հանքավայր որ դուք եք ասում ամուլսարի շահագործումը, դրա շարունակականությունը, այսինքն հարկման բազայի ընդլայնումը կբերի հնարավորությունների։ Մենք ոչ թե պետք է եղած հնարավորությունների սահմաններում
հարկերը բարձրացնենք դրանով կարծելով որ մենք հարցը կլուծենք։ Ոչ, հարկման բազան պետք է ընդլայնենք։ Շատ մարդ պետք է աշխատի, պարոն վարչապետ, որ շատ հարկեր գեներացնեն, որ թոշակները կարողանանք բարձրացնել։ Սա մասին է խոսքը։ Խնդրեմ այս ուղղությամբ մտածենք։ Համաձայն եմ, պարոն Բագրատյան, բայց տեսեք, երբ որ դուք ասում եք մենք գործարան կառուցենք, ես լարվում եմ։ Ինչի՞։ Որովհետև մենք կներեք, մենք այսօր հələ նոր ուզում ենք սովորենք մանկապարտեզ ու դպրոց կառուցենք։ Դուք ասում եք գործարան կառուցենք։ Էդ էլ է բան։ Իմիջայլոց, բա ինչի գործարան դպրոց ու մանկապարտեզ կառուցել, չգիտենք։ Էս էլ արդեն մի քիչ ուրիշ տրամաբանությամբ էլի հետ պետք է գնանք կամ դպրոց եւ բու։ Մենք ամեն ինչ պետք է ստեղից սկսի։ Ինքնախոստովանությունից, որ մենք պրոբլեմներ ունենք։ Մեր բոլոր պրոբլեմները կապված են կրթության հետ, մեր կրթության հետ։ Ընդ որում արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, արդյունաբերության, տնտեսության ամեն ինչը կապված է կրթության հետ։ Մենք կրթության կարիք ունենք։ Մենք ինչ պրոբլեմ որ ունենք մի բանի պատճառով, որ մենք չգիտենք այդ պրոբլեմի լուծումը։ Մենք խոսում ենք ամբիոններից խոսում ենք, բայց երբ որ գործիքները տան, ասեն շատ լավ խոսում ես, արի գնա լուծի, կպարզվի, որ դա այդքան էլ պարզ բան չի։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան հաջորդ հարցը համարամես։ Շնորհակալ եմ։ Հարցը սողում եմ ներքին գործերի նախարարին։ Տիկին նախարար, դուք էլ գիտեք, որ երկար ժամանակ է անդադ արձանագրում ենք խնդիրներ անձնագրային ոլորտում, սակայն հիմա մի փոքր բարելավում ունենք, նոր հերթագրման համակարգը կամ շրջիկ ծառայությունները եւ այլն, սակայն ես այսօր կցանկանայի տեղեկացնեք մեզ, թե ինչ փուլում է գտնվում նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը։ Մրցույթ կայացել է թե չէ, հստակ ժամկետներ կան գործարկման, թե ոչ։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցադրման համար։ Պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակներում իրականում մենք բավական մեծ հսկայածավալ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին ի վերջո մատուցել բիոմետրիկ համակարգի ծառայություններ, թե բիոմետրիկ անձնագրի տեսքով եւ թե նաեւ նույնականացման քարտ տեսքով։ Ի վերջո թե շուկայի ուսումնասիրությունների արդյունքներով եւ թե նաեւ միջազգային փորձի եւ նաեւ մատակարարների հետ քննարկումների արդյունքներով մենք մշակել ենք այնպիսի փաստաթուղթ, որը մրցութային փաստաթղթի մասին է խոսքը, որը բավարարում է միջազգային ստանդարտներին եւ հնարավորություն է տալու մի կողմից մեր քաղաքացիներին հանրային տարբեր ծառայություններից օգտվելու շատ ավելի արդյունավետ եղանակով, բայց մյուս կողմից նաեւ մեր քաղաքացիներին տալու է հնարավորություն արժանապատիվ ճանապարհորդելու, որովհետեւ շատ հաճախ այսպիսի համակարգերի բացակայությունը թույլ չի տալիս տարբեր սահմանային անցման կետերում օգտվելու տարբեր հնարավոր արտոնյալ, այսպես ասեմ, շփման պայմաններից։ Այս պահի դրությամբ մենք ունենք հայտարարված մրցույթի արդյունքներով ունեցել ենք ի սկզբանե 3 որակավորված հայտատուներ, որոնք միջազգային հեղինակավոր ընկերություններ են։ Դրանցից 2-ը գերմանական Օջենտիկ ընկերությունն է կոնսորցիումի ձևաչափով եւ մյուսը ֆրանսիական ընկերությունն է Այդեմիա կոնսորցիումի ձևաչափով մասնակցել են արդեն բուն մրցութային process-ին ներկայացնելով հստակ առաջարկներ։ Ասեմ, որ երկու ընկերությունների մասով արդեն իսկ իրականացվել են ամփոփումները, ընդ որում մրցույթը 2 փուլով է իրականացվում։ Սկզբում գնահատում ենք տեխնիկական պահանջները, այսինքն թե ինչպիսի առաջարկ են գործընկերները ներկայացնում պետությանը, որը որ ընդհանուր գնահատականի մեջ որակական չափանիշով կազմում է 70%-ը, եւ երկրորդ բաղադրիչը դա ֆինանսական գնահատականն է, որը ընդհանուրի մեջ կազմում է 30%-ը։ Այսինքն եթե հանրագումարով նայենք, մեզ համար շատ կարեւոր է ստանալ որակյալ ապրանք եւ հետո նաև նոր ուշադրություն դարձնել գնին, արդեն իսկ երկու ընկերություններն էլ առաջին փուլը հաղթահարել են, այսինքն նվազագույն միավորները ստացել են եւ տեխնիկական պահանջներին համապատասխանություն է ֆիքսվել։ Ասեմ, որ բառացիորեն ժամեր առաջ ազգային ժողովի հարց ու պատասխանից մենք արդեն երկրորդ փուլը եւս իրականացրել ենք, որը ֆինանսական բաղադրիչի բացումն է։ Այս պահի դրությամբ արդեն ֆինանսական բաղադրիչի բացումից հետո ընդհանուր բանաձևի մեջ կգնահատենք նաև ֆինանսական
ֆինանսական առաջարկը եւ մարտի 31-ին կունենանք հաղթող ընկերության մասին հայտարարություն կոնկրետ եւ ըստ այդմ կսկսենք արդեն պայմանագրի բանակցման եւ կնքման փուլը։ Արձագանք համեցեք։ Շնորհակալ եմ շատ, փաստորեն շատ տեղին ու ժամանակին հարցը հնչեցրիք, շնորհակալ եմ տեղեկատվության համար։ Շնորհակալություն։ Ես շարունակելով Տիկին Ղազարյան նաև արդից օգտվելով ասեմ, որ դրանից հետո մենք ունենալու ենք պայմանագրի կնքման փուլ, հետո արդեն մոտ 1 տարի ժամանակ ենք տրամադրելու մեր գործընկերոջը, որպեսզի թե ենթակառուցվածքը ապահովի, թեև թե նաև ենթակառուցվածքային առումով այն բոլոր լուծումները նախատեսի, որոնք որ իրականում բարձր ստանդարտի բիոմետրիկ համակարգ են մեզ տալու ըստ էության։ Ըստ կանխատեսման 2026 թվականի երկրորդ կիսամյակին արդեն կարողանանք այս ծառայությունը մատուցել մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գեգամ Մանուկյան։ Դիմում եմ դպրոցականներին, սիրելի աշակերտներ, լավ սովորեք, շատ լավ սովորեք, բայց մի զգուշացում։ Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք։ Հակառակ դեպքում ձեր կողքի ապրող վատ ապրողը, թոշակառու տատիկը, դուք ոչ թե փորձելու եք իրան օգնել որպես հայրենակից, այլ ասել եք փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում։ Այդ ո՞նց է ստացվում։ Խաչիկ Սուքյասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցերիա է սարքում, բանկ է սարքում, կառավարությունը չգիտի ոնց սարքի։ Բա խեկդ է նստած։ Խեկդ է նստած։ Ձեր ամբողջ աշխատանքը զերոյացնում ասма բան չգիտեք, որ չգիտեք խեկդ է նստած։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, շարունակելով Խաչատրյան Արտուրին։ Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյանն էին ասում Ղարաբաղյան շարժում չպետք է լինի։ Հետո Սուսլովներ ասում չպետք է լինի, Կևորկովներ ասում չպետք է լինի, Էլչիբեյը, Մութալիբը, այսպես ասում են։ Բայց Ղարաբաղյան շարժումը կար։ Ես ճիշտ ասած մինչև հարցից պատրաստվելը գնացի, փորձեցի նոթագրեմ, որ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար։ Հայաստանում եւ Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է եւ ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ եւ անկախ ապրելու մեր ճակատագիրը կերտելու եւ մեր ապագան տնօրինելու վճռականությունը։ Հետերվարյան շարժումը հայոց վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որը ոգեշնչեց միլիոնների, մենք վերագտանք մեր ազգային միասնություն եւ այլն։ Ճիշտ ասած, չի հասցնի այդքան գրեի, դրա համար Նիկոլ Փաշինյանի 22 եւ 19 թվականի ուղերձներից մեջ բերում էր։ Թոքի մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բյուջեի քննարկման ժամանակ ելույթումը տեսածել։ Հարցը ձևակերպեք, բա։ 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ի նկատի ունենալով Իսրայել օրի բան ստրկացնում են։ Պարոն Մանուկյան, ժամանակը ավարտվել է, հարց ձևակերպեք։ Արագ վերջացնեմ։ Արագ վերջացնեմ։ Անջատեք պարոն Մանուկյանը, խոսապ։ Դա ինչ է նշանակում չի ավարտվել։ Դե պարոն Մանուկյան, որ ձեզ բան եմ ասում, ուշադիր եղեք լսեք, ասում եմ հարցը ձևակերպեք։ Հիմա հարցը ձևակերպեք։ Սպասեք մի րոպե թող միանա միկրոֆոնը, որ Դիմում Նիկոլ Փաշինյանի ուրիշներին կրթվելու դաս տալու փոխարեն ինքներդ կրթվեք։ Այն օրը հարցազրույցում Մինսկի խմբի ձևակերպում եք տվել, որ Մինսկի խումբը ձևավորվել է Ադրբեջանում տարածքում կոնֆլիկտի համար։ Գոնե Վիկիպեդիա կարդացեք։ Հարց ունեմ էլի, լավ ինչ հարցամ։ Այնուամենայնիվ կարձագանքի պարոն վարչապետը համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, եթե դուք ուղերձներն եք իմ մեջ բերում, ես ձեզ ավելի կարևոր բան կասեմ, ես իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, ես այդ ժամանակ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում եւ այլն։ Հա ինչ այդ ուղերձները, որ մեջ բերում եք, այսինքն ինչի համար եք, բա հենց դրա մասին է խոսքը։ Հենց դրա մասին է խոսքը։ Բա հենց դրա ապացույցն է, որ այդ օրակարգի մեջ ընեն չի, որ մենք վայ ուրիշ տեղից եկել ենք, ուրիշ միջավայրից եկել ենք եւ ուրիշ բան ենք ասում։
Բայց մեր անցած ճանապարհն է, պետք է մի հատ հետ նայենք, պետք է մի հատ վերլուծենք։ Էդ էլ է կրթության մաս։ Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության եւ իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում, այդ թվում այս հարցերի արձանագրման համատեքստում։ Եվ այո, ասում եմ, արձանագրում եմ։ Այդ բանը, այդ ուղերձները գնացել եք բան թակուն ձեր ծանոթների միջոցով եք գտել, այդ ուղերձները իմ կայքում, իմ էջերում դրած է։ Դա ինչի մասին է բանանում։ Հիմա եկեք, եթե մենք էլ տենց փորփրենք գնանք 88 թվականին եւ 90 թվականին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները հələ բացենք նայենք։ Մենք մի հատ տեսնենք թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրված։ Այդ ինչի համար եք տեսարաններ, վայ երեխեք բան չսովորեք, հա, թող չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին պետքա չլինի քաղաքական ուժը եւ падգամավորը։ Բայց հիմի այդ որ ասում եք հարևանին չի օգտվելու, ես իմ սեփական փորձից եմ ասում, ես ոչ թե իմ սեփական միջոցներով, պետական բյուջեի միջոցներով օրական տասնյակ մարդկանց հանձնարարում եմ, որ օգնություն ցույց տան, եւ ես հետեւում եմ այդ մարդկանց հետ ինչա տեղի ունենում։ Ոչ մի բան, իրանք նորից են այդ նույն նամակը գրում։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ, եւ ես դեմ չեմ։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդկանց կյանքում ինչա փոխվելու, ինչա փոխվել։ Եվ մենք մարդկանց այդ օգնություններով ստրեկացնում ենք։ Այդ ձեր իշխանության քաղաքական գիծն է եղել, որ լավ է 5000 դրամ արա քաղաքական դրախտ է։ 5000 դրամով կարելի է մարդուն ոնց ասես կառավարել։ Բա այդ է եղել ձեր ամբողջ քաղաքականությունը։ Բայց եթե ձեզ համար կրթությունը կարևոր էր, ինչ ենք մենք այսօր ընկել բան, դպրոց ու մանկապարտեզ կառուցելու մասին խոսում։ Երկրում տասնյակ դպրոցներ, հարյուրավոր դպրոցներ բան չունեն, մարզադահլիճ չունեն, որ երեխեքը բան ֆիզկուլտուրա անեն։ Բայց դրա համար սերունդի կեսը ինչքան հիվանդությունների ցանկ կա, պետք է բան լինեն, այդ հիվանդությունների ցանկին համապատասխանեն։ Բայց Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժում, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Արձագանք։ Եվ էլի ասում եմ պաշտոնապես, այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես ասում եմ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կգաք այս ամբիոնից բան կանեք։ Կշարունակեք։ Արձագանք, խնդրեմ։ Որևէ մեր հայրենակցին օգնելը Նիկոլ Փաշինյանը իր ջեբից չի անում փող տալիս, է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի ջեբում բանել չկա որ օգնի։ Հա, վայ քորանամ ես։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա համաձայն մեղ չգցեք 21 թվականին այն խոստումը որ քաղաքացին ասեց լավ ջանդամ թող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, բայց այս ընթացքում ես վստահ եմ մի օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելույա, դա վստահ եղեք։ Մեկ էլ հիմա ոնց որ հասկանում եմ Ադրբեջանի այդ ստորագրված թղթի կետերը սկսել եք կատարել, այսինքն ի՞նչ է նշանակում սպառնում եք այդ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ՊՊՑ-ին էլ կանչեք մեզ դահլիճի ցանեն։ Հա, դա ձեր գործն է, չէ ինքն է կարա ասի, ասում է, հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։ Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Պարոն Մանուկյան, հայ ժողովուրդը դե յուրե որոշումներ կայացնելու մեխանիզմ չունի։
դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ ունի հարաքվեների մեխանիզմ, ընտրությունների մեխանիզմ եւ այլն։ Այդ ձեզ պետք է այդ ապա կամ արտապետական մոտեցումը, ինչից հայ հեղափոխական դաշնակցությունը օգտվել, ասել է հայ ժողովուրդը դե սենց է, հայ ժողովուրդը սենց է մտածում, դե գնաց դուգի։ Ով է որոշել, ինչ իրավունքով, ընդհանրապես ինչ իրավունք ունեք դուք, ես կարող եմ ասել, ես ինչ իրավունք ունեմ խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Դուք ինչ իրավունք ունեք հայ ժողովրդի անունից խոսել։ Այդ մասով, բայց ոչ ավել։ Լրություն, դալիճում, լրություն։ Պարոն Մինասյան։ Այո, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, ես էլ ներկայացնում եմ ժողովրդին եւ նրա կողմից հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ջուլիետ Ազարյան, համեցեք։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ կառավարությանը, վարչապետը թող որոշի ով կպատասխանի հարցին։ Այսօր մամուլում շատ արագորեն տարածվեց մի ձայնագրություն, վերաբերում էր Վարդան Ղուկասյանի, նախկին քաղաքապետ Գյումրիի եւ ներկայիս քաղաքապետի տեխնացու կրկին Վարդան Ղուկասյանին եւ երկրորդ անձի։ Ես իրավապահ համակարգի ուշադրությունն եմ ուզում հրավիրել այդ ձայնագրությունը նախ հասկանալ իրական էր թե ոչ, եւ եթե իրական էր, այնտեղ մի կարևոր կտոր կար, որում կարելի է ասել փաստացի գյումրեցիների որոշակի մի խմբի կյանքի եւ առողջությանը վտանգ է սպառնում, որովհետեւ ըստ էության այդ ձայնագրության մեջ եթե ելի եմ ուզում ընդգծել, եթե իրական էր, երկրորդ կտորով, որտեղ քաղաքապետի տեխնացուն նշում է, որ ովքեր չգան իր այդ հանդիպման, այն անձինք, որոնց ժամանակին տարածքներ եւ խանութներ է տվել, նախ այս կտորը եւս պետք է հասկանալ ինչ հիմունքներով է քաղաքապետը իր պաշտոնավարման օրոք գույքեր տվել եւ շարունակելով այս թեման, նախկին քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման իր գույքի բռնականացման հայցը դատարանում է եւ դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից օգուտ Հայաստանի Հանրապետությանը բռնականացել 17 գույք եւ 224 միլիոն դրամ։ Ես խնդրում եմ պատասխանել ինչ ընթացք կա նշածից վերաբերյալ եւ այս process-ը ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ազարյան։ Մի մասով հարց վերաբերում է իրավապահներին, թող իրենք զբաղվեն։ Այն մասով, ինչ մասով ես ասելիք կարող եմ ունենալ, ես այդ ասելիքը ասել եմ մարտի 9-ին կարծեմ Գյումրիում։ Ուրիշ ասելիք չունեմ, մնացած ասելիքը թող ասի գյումրեցին, իմ գործառույթն է, որ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունենան, եւ ես կարող եմ ասել, որ այն, որ դուք ասում եք, որ որևէ դուրս պրծուկ չի կարա Հայաստանի ընտրողի կամքին բռնանա։ Եթե որևէ դուրս պրծուկ փորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրության կամքին բռնանա, ինքը շատ արագ կհայտնվի որտեղ ասեմ ասֆալտին, ամենաարագը տեղը։ Մնացածը թող գյումրեցիները ասեն, ես վստահ եմ, որ եւ գյումրեցիները, ոչ թե վստահ եմ, ես երաշխավորում եմ, որ եւ գյումրեցիները եւ փարաքացիները ազատորեն իրենց կամքը արտահայտելու հնարավորություն կունենան։ Մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք մենք ի գիտություն ենք ընդունելու եւ ժողովրդի ասածը մեզ համար օրենք է։ Իրանք թող տեսնելով եւ հենվելով փաստերի վրա կայացնեն իրանց որոշումը, ոչ թե մեր։ Արձագանք։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, հաջորդ հարցի համար Աննա Գրիգորյան, համեցեք։ Խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը, որը հողի վրա որևէ կերպ խաղաղություն չի բերելու, այսօր հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվել է կառավարությունում ԿՊ խմբակցության հետ անվտանգության խորհրդում։ Ցավոք եւ ողբերգությունն այն է, որ ձեր կայացրած որոշումները միայն այդքանիտ վրա չի, որ տարածվում է։ Ձեր կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն դուք որպես ով եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Դուք նման լիազորություն չունեք։ Հաջորդ հարցը։ Ցանկացած բանակցություն ենթադրում են փոխզիջումներ։ Այս հարցը մենք շատ անգամներ ենք հնչեցրել, երբեք չենք ստացել սրա պատասխանը։ Վերջերս հարցազրույցի ժամանակ դուք ասում եք, լավ է ինչա զիջել, որ Հայաստանի Հանրապետությունը, թող ասեն ինչա զիջել Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ սխալվում, չէ՞, նման հարցադրում եք հնչեցնում։ Հիմա ես ընդհանրապես մի քանիսը թվարկեմ, որից հետո ես կակնկալեմ, որ գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին։ Չի հրապարակվել մինչև այսօր։ Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես հենց Սյունիքի այդ սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Հիշում եք, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի, ու կանգնում էին, ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։ Զիջվել է Կապան ճակատեն ճանապարհը։ Տավուշում առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու եւ կանոնակարգի հաստատման զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ դրա փոխարեն գոնե 1 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ չի դեօկուպացվել։ Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, որպես մարտով կարդացել է այդ թուղթը, կար առաջարկ վեճերի լուծման համար մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է եւ հետեւաբար դա դուրս է մղվել բանակցային Շնորհակալություն։ Ես ավարտեմ, քանի որ շատերը շատ խոսեցին, կարծում եմ մի կես րոպեն չի խանգարել։ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ։ Մինչև այսօր չեք ստացել։ Ավելին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում նույնիսկ 2022 թվականից հետո։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի, որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա։ Իհարկե Մինսկի խումբը, երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը, միջազգային ատյանները, ինչպես ասում են, вопрос на миллион, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գրիգորյան, ուղղակի խնդիրը հետևյալն է, եւ սա չեմ ասում անձնային մակարդակում, այլ ավելի ընդհանրական մակարդակում եմ ասում, որ երբ որ մենք մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, որ գիտենք ինչի մասին ենք խոսում։ Տեսեք դուք այն ինչ որ տեսեք ինչ ասացիք նոյեմբերից հետո իմ հրամանով ինչ որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում եւ ես շատ լավ Ինչ-ա տեղի ունեցել, զորքերը կանգնել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի վրա։ Դուք ասացիք, որ անվտանգային խնդիրներ ենք առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնել։ Այդ են եզակի հատվածներից է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից էսկոմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել, մի հատ դեպք է եղել, այդ վերջին հայտնի դեպքը, որտեղ էլի շատ բան իրավիճակ էր։ Մեծ հաշվով ոչ մի հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան Կապան օթանավը թռնում է եւ վերադառնում է։ Այսինքն ես ինչի համար եմ այս օրինակը բերում։ Ասելու համար թե ինչ նկատի ունեմ, ասելով եւ որ երբ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է համոզված լինենք կամ առնվազն հոգ տանենք համոզվելու, որ հասկանում ենք, թե ինչի մասին ենք խոսում։
որովհետև ձեր ասած գործողությունները չանելն է, որ բերելու էր անվտանգային մի այնպիսի հետևանքների, որի մասին խոսելու առիթները չգիտեմ որտեղ են լինելու։ Այդ որոշումները, որ կայացվել են ճիշտ, կայացվել են հիմնավոր եւ կայացվել են ապահովելու համար անվտանգությունը եւ ծառայել են իրենց նպատակին, այս է ամենակարևորը։ Ծառայել են իրենց նպատակին։ Այդ հատվածում, որտեղ դուք ասում եք, հրադադարի ռեժիմի խախտման մի դեպք չի եղել 2020 թվականի այդ ձեր ասած որոշումը կայացնելուց հետո։ Ինչ? Հա։ Դե դա գիտեք, հիմա ես բան չեմ անելու, էլի կներեք, էդ էլ հասարակագիտության 7-րդ դասարանի դասագրքի դասա, այդ դասը ես չեմ կարծում, թե պետքա հիմա բան անեմ։ Տամ այդ դասը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի լիազորություններ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշում եւ իրականացնում է կառավարությունը, այդ ստորագրած թուղթը ստուգման ընթացակարգեր ունի, սահմանադրական դատարան, ազգային ժողով, ել չեմ ասում, որ դրանից դուրս Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ ժողովրդի իր կամքը ցույց դնելու եւ իր կամքը քաղաքական իրողություն դարձնելու հնարավորություն ունի։ Այդ բանի տեսական օթից վերցրած, տենց ինչ որ պաթոսով, բան ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ տենց ինչ որ ցնցվելով, բանանելով, տենց ինչ որ բանի պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ինչ։ Ձեզ թվում է թե այդ պաթոսից ձեր ասացի, այսինքն մերկությունը թաքցնելու եք։ Եթե թվում է, սխալ է թվում։ Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք։ Միակ բանը, որ կարողանում ենք խմել, այստեղ ջուրն է։ Հաջորդը։ Եթե ձեր իշխանության 7-րդ տարում դուք նոր սկսել եք կրթվել, դա դեռ չի նշանակում, որ դուք կարող եք մեղադրել ինձ կամ մի ամբողջ ժողովրդի, որ դեմ է, որ դուք գնաք ստորագրեք մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղյակ չի։ Կրկնում եմ, ինչպես դուք եք ասել, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Հայտնեք իրական իշխանությանը, ինչ է տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ մեզ լսող քաղաքացիներին հետևյալն ասել։ Ես իհարկե կարող եմ շարունակել խոսել նրա մասին, թե ինչ զիջումներ եք դուք իրականացնել, ու դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այդ ցանկն անվերջ է։ Դուք շատ լավ գիտեք, թե նոյեմբերի 9-ից հետո դեկտեմբերի 17-ի հրամանը ինչպես է ձևավորվել։ Ես պետքա ձեզ հիշեցնեմ արդյոք, որ այդ նույն հատվածը, որ ասում եք շատ անվտանգ է, իրականում անվտանգ չի եղել։ Ներքին հանդում առաջ խաղացում է եղել, կրակոցներ ա եղել, նոր տարածքների գրավում ա եղել, սև լճում։ Ես հիշեցնեմ են ողբերգական ու ամոթալի տեսարանները, երբ որ ադրբեջանցիները գալիս էին ու իրենց ընդամենը հովիվներ դիմավորում կամ ձեռնամարտի էին բռնվում մեր զինվորների հետ։ Այդ ամեն ինչը մոռացել եք։ Շատ հեռու անցյալում չի եղել, դա այդ ամեն ինչը իրականություն է եղել։ Եվ հաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է։ Ու ամբողջ ողբերգությունը նա է, որ դուք ընդհանրապես խաղաղության մասին չեք մտածում։ Բացառապես թղթի մասին եք մտածում, որի վրա միգուցե խաղաղություն բառը կլինի, բայց ընդհանրապես վերարտադրման իրական նշանակություն կունենա։ Տիկին Գրիգորյան, դեղ խմելու մեջ ամոթ բան չկա։ Այսօր առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած իմ էլա ցավում, ուզեի նորից խմեի։ Առիթ էր լավ, լեգիտիմացրիք։ Տեղապահը չի նստում տեղը, ասի կարևորը տեղս նստեմ, այս ժամանակը գլորեմ, տենամ ինչ արնում։ Այդ ժամանակը պետք է իմաստավորված օգտագործվի։ Եվ ես կարծում եմ, որ այդ ժամանակը իմաստավորված օգտագործում եմ, այդ թվում այդ բանից, դե գիտեք ինչ, այդ մենակ ձեր խմբակցությունում է եւ ձեր քաղաքական ուժում է, որ բոլորը ծայրահեղ կրթված են ու դե դուք բան եք տենց այդ ինչ վունդերկինդների խմբակցությունն եք, ձեզ դուք կարիք չունեք կրթվելու, դուք տենց էլ մնացեք այդ նույն կետի վրա։ Ինչ վերաբերում է պայմանագրի բովանդակություն, ասում եք, մարդիկ չգիտեն,
Չկա տենց կետ, որի մասին մարդիկ չգիտեն։ Այդ սուտ fake տեղեկատվությունը։ Բոլոր կետերի մասին մարդիկ, բավար չգիտեք կետերի մասին, ինչ գիտեք, որ բան ենք դա հայցեր ենք հետ վերցնելու։ Ինչ գիտեք։ Բա ինչ եմ հայտարարել։ Բա ինչ եմ հայտարարել այդ դեպքում։ Հայտարարել եմ, որ ոչ մեկ հանկարծ դրա մասին չիմանա։ Բա որտեղից գիտեք, երրորդ կողմերի ուժեր կանգնելու են, թե չեն, որտեղից եք իմացել։ Դահլիճում լռություն։ Կողմնորոշվեք։ Դե ձեզ էլ ժամանակ տվեց, հետո դուք մի քիչ էլ ավել ժամանակ խնդրեցիք։ Հետո ժամանակի տեղապահը ես եմ, թողեք ես կգիտեմ ինչ եմ։ Ներքին ուրեմն այն կետերում որտեղ եղել է էսկալացիա, այդ կետերը չեն, այդ կետերը այդ փաստաթղթի տիրույթից դուրս է։ Այն կետերը, ես պաշտոնապես ասում եմ, այն կետերը, որ այդ փաստաթղթի տիրույթում են, 2020 թվի այդ դեկտեմբերի 17-ից էսկոմ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի եղել։ Եղել է մենակ մի դեպք, այդ դեպքում ոչ թե մեր հովիվը ոչ թե դիմավորել է, այլ մեր հովիվը անցել է, սահմանը անցել է, շուն եւ այլն, հա? Չէ, դա այդ չի։ Ինչ վերաբերվում է ձեռնամարտին հովիվներին դիմավորելու, այդ հովիվներին դիմավորելու եւ ձեռնամարտի մասով մի շարք, այդ թվում բարձրաստիճան եւ նման դրվագներով բարձրաստիճան զինվորականներ քրեական գործերով անցնում են, դուք օրը մի քանի անգամ իրաց մասին խոսելիս ասում եք հերոսները։ Բա իրաց ինչի չեք ասում, այդ ինչ վիճակ էր այդ տարածքում, որ մի հատ էլ բանը հովիվները պետք է դիմավորեին։ Բա դուք ինչով եք զբաղված։ Բա դեր գործի անուն ինչ է։ Բա ինչի եք իրաց դարձնում քաղաքական հալածյալներ։ Ինչի չեք բան անում։ Բա այդ մեզ հələ առաջարկում եք գնդակահարել, այդ հասկացանք։ Բա իրանց ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ինչի չեք, այդ դասալիքներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Այդ վախկոտ փախածներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ձեր հրահանգով էին փախնում, որ Հայաստանում բան անեիք, քաղաքական պրոցեսներ հրահարեք, բա ինչի եք քաղաքական բանտարկյալներ կամ իրանց քաղաքական հալածյալներ համարում։ Լրություն դահլիճում, պարոն Մանուկյան, տեղից չենք խոսում։ Տեղից չենք խոսում։ Տեղից չենք խոսում։ Պարոն Օհանյան, տեղից չենք խոսում։ Պարոն Օհանյան, դադարեցրեք։ Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալ եմ կառավարության հարգելի գործընկերներ, հարցում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ գուցե լավ եղավ որ ես հարցս պետք է ձեզ ուղեմ Տիկին Գրիգորյանի հարցից հետո, պարոն վարչապետ, անշուշտ խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած քննարկում, որոշում, պայմանագրի նախագիծ կամ արդեն վավերացված պայմանագիր, բայց այս օրերում եւ ընդհանրապես տարածաշրջանում եւ աշխարհակաղակական process-ների համատեքստում դրանցից երկուսը խիստ առանցքային են, եթե չասենք ելակետային, հատկապես Հայաստանի Հանրապետության համար։ Այսօր խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հնչեցին, սա գուցե նույնիսկ լավ է, այսինքն հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ հետաքրքրված է խաղաղության պայմանայնիվ, եւ այս հարցում կուզեի ձեր, մեր եւ մեր նիստին հետևող քաղաքացիների ուշադրությունը գրավել, հատկապես ընդդիմության կողմից տարածվող մի թեզի շուրջ, որ ասում են, թե այս պայմանագիրը հերթական կապիտուլյացիան է, ընդհանրական գնահատական են տալիս, որ սա մի հրաշալի փաստաթուղթ է ի օգուտ Ադրբեջանի եւ մի խայտառակ փաստաթուղթ է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Եթե մենք դիմում ենք պարզ տրամաբանությանը, ապա ըստ երևույթին պետք է որ Ադրբեջանը շահագրգռված լիներ 1 րոպե շուտ ստորագրեր այս փաստաթուղթը, այնինչ իրականությունը դրանից մի քիչ տարբերվում է։ Իդեպ մեր ընդդիմադիր գործընկերները այս թեզը տարածելուց անմիջապես հետո չեն մոռանում ասել, որ փաստաթղթի վերջնական բովանդակությանը ծանոթ չեն, բայց չեն ալարում եւ այնուամենայնիվ իրենց քաղաքական դիվիդենդներ հավաքելու process-ին համահունչ ինչ որ թեզեր են շարունակում եւ երկրորդ թեզը, որին կուզեի անդրադառնալ, պարոն վարչապետ, դա միջազգային
Ատյաններից հայցերի հետ քաշումն է, այս ամբողջ աղմուկի մեջ հանրությունը լսում է հետևյալ միտքը, որ Ադրբեջանը չունի միջազգային ատյաններում հայտեր, այլ միայն Հայաստանը ուներ եւ դա զիջում է միակողմանի եւ մենք հետ ենք քաշում։ Պարոն վարչապետ, կցանկանայի ձեր գնահատականը այնուամենայնիվ տակ, հուսով եմ այսօր այս հարցը կլինի վերջինը, երկարաժամկետում ինչ է շահում Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում եւ ինչ է կորցնում։ Արդեն կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Ստեփանյան։ Գիտեք, ընդհանրապես կա հետևյալ նրբությունը եւ այս հարցու պատասխաններն էլ ինչի մասին էին, որ ընդդիմադիր падգամավորը իմ նախորդ ուղերձներից մեջբերումներ էր անում, ես էլ դրան արձագանքում էի։ Հասկանում եք, ամեն ինչ կախված է նրանից, թե որն է մեր հայեցակարգը, որն է Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումը, մեր ապագայի մասին մեր պատկերացումը։ Այս խոսակցությունը սկսել է էլի այս ամբիոնից, երբ որ ես 2023 թվականին առաջին անգամ խոսել եմ իրական Հայաստանի հայեցակարգի մասին, եւ այդ պահին, երբ որ խոսել եմ, եւ հիմա էլ հանրությանն եմ ներկայացրել իրական Հայաստանի գաղափարախոսությունը, դա ինչով է կարեւոր, որ մենք ըստ էության կողմնորոշվենք, ինչ որ չափանիշ ունենանք, ինչ որ բան գնահատելու, դա լավ է թե վատ, դա ճիշտ է թե սխալ։ Սրա մասին է խոսքը։ Որովհետև այդ բանավեճը անվերջ կլինի, եթե մենք չունենք ուղենիշ, եթե մենք չունենք չափանիշ։ Եվ այդ ուղենիշին համապատասխանով ես էլ եմ ուզում կամ նաև մի հատ ուրիշ բան, որ մեր ընկալումը եւ որ ես երբ որ ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը Հայաստանի շահերին մինիմալ անհրաժեշտ մինիմալ շեմը անցնում է, սա չի նշանակում, որ Ադրբեջանի պարագայում հակառակը պետք է լինի։ Որտեւ երկու կողմ են այս ստորագրողները։ Եթե կողմից մեկը համարի, որ իր շահերին չի համապատասխանում, չի ստորագրի։ Ես ասում եմ պատրաստ եմ դա ստորագրել, նշանակում է ես ասում եմ եւ մենք համաձայնվել ենք Ադրբեջանի հետ այդ տեքստի շուրջ։ Դա այդ համաձայնեցումը ինչ է նշանակում, որ երկուս էլ ասում են մենք համարում ենք, որ մի մինիմալ շեմ կա առնվազն շահերի, որոնց համապատասխանում է։ Ինչ կկորցնի խաղաղության պայմանագիրը չստորագրելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը։ Խաղաղության բացակայության դեպքում ինչ կկորցնի։ Գիտեք ինչ է այնքան անկանխատեսելի բան է, իսկ խաղաղության դեպքում ինչ կշահի։ Սրա մասին է խոսքը։ Սրա մասին է խոսքը եւ այդտեղ ես չեմ կարծում, թե մեծ բարդություններ կան այդ հարցը քննարկելու համար։ Մենք պետք է հասկանանք, ի վերջո մեր ուզածը ինչ է։ Մենք պետք է հասկանանք մեզ համար Հայաստանի Հանրապետությունը ֆորպոստ է թե ֆորպոստ չի։ Ընդ որում ֆորպոստի ընկալումը դա արտաքին բան չի։ Էլի եմ ասում Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է ավելի մեծ հայրենիք ունենալու համար, ավելի մեծ պետություն ունենալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը այն պետությունն է, որը մեր երազանքների պետությունն է։ Իմ ընկալումը այն է եւ մեր ընկալման տրանսֆորմացիան այնա, որ սա մեր երազանքների պետությունն է եւ մենք մեր երազանքների պետությունը այստեղ այս ինքնիշխան տարածքում պետք է շարունակենք կառուցել։ Այս է ամբողջ։ Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, մեր բոլոր կարևոր ռեֆորմների դեպքում մենք միշտ ունեցել ենք աջակցությունը ժողովրդից, այսինքն սոցիալական հենարան ենք մեծ ունեցել եւ ես վստահ եմ, որ առաջիկայում մենք մեր սոցիալական հենարանը նույնպես մեզ կօգնի եւ կաջակցի պայմանագրի ստորագրումից հետո արդեն, երբ որ արդեն հրապարակային կդառնա տեքստը եւ բոլորը կտեսնեն, որ որևէ միակողմանի զիջում այս տեքստը չի պարունակում եւ պարոն վարչապետ կտրուկ անցում կատարելով այլ թեմայի
դուք երեք հանդիպել եք Իրանից եկած պատվիրակությանը պաշտոնական, որը ղեկավար մեր Սեյեդ Աբբաս Արաղչին շատ կարևոր հայտարարություններ հնչեցին երկկողմանի հանդիպումներից հետո, որոնք վերաբերում են թե երկու պետությունների համագործակցությանը եւ թե տարածաշրջանային առումով մեր համագործակցությանը, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը 1-2 խոսքով։ Չէ, բայց ես ներողություն խնդրելով այնուամենայնիվ ձեր հիմնական հարցի շրջանակում մնամ, որովհետև սոցիալական հենարանի մասին, ես որ այս ամբիոնից խոսեցի իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, ես արձանագրեցի, որ այդ գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում 0 կողմնակից ունի այդ պահից։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, ես չեմ ասում, որ Հայաստանում այդ գաղափարախոսությունը, այդ մոտեցումը բան ունի, սոցիալական ընդլայնված հենարան ունի, կողմնակիցների ճնշող մեծամասնություն, ես չեմ ասում դա։ Ես ասում եմ, դա առաջարկ է Հայաստանի քաղաքացիներին։ Եվ քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է ինքնահայտարարագրվի, սա կենսական անհրաժեշտություն է։ Եվ այս բանավեճը դրա մասին է, սա քաղաքական բանավեճ է։ Այստեղ այնպես չի, որ ընդդիմության ներկայացուցիչների հետ ինչ որ անձնական խնդիր ունենք, պարզաբանում ենք։ Չնայած քաղաքական հարցեր ինչ որ մի պահի նաև անձնավորվում են։ Ես ասում եմ, որ սա է մեր ճանապարհը եւ պատկերացումը։ Հիմա եթե այսօրվա բանավեճը վերաձևակերպենք, ես ուղիղ ասում եմ, չկա սոցիալական հենարան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է որոշում կայացնեն այսօրվա բանավեճի հարցի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, տարբերակապ, եւ գնում է մեր ժողովուրդը մեր հարգելի ընդդիմադիրների հետևից կամ ընդդիմադիրների առաջնորդությամբ, կամ մենք գնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, խաղաղության պայմանագիր ենք ստեղծում, կենտրոնանում ենք մեր երազանքների պետությունը, մեր երազանքների պետություն դարձնելու բանի վրա, գործի վրա։ Ընտրությունը, խորհրդանական ընտրությունը տեղի ունենալու 2026 թվականին, հունիսին, ըստ ամենայնի։ Բայց այսօր է այդ ընտրությունը։ Այսօրվանից ամեն քաղաքացի համար այդ ընտրությունը պետք է կայացնի։ Եվ Հայաստանի կառավարությունը այս պարզ է, չէ, երբեք ոչ մի միջոց չի ձեռնարկելու, որ վայ ոնց անենք, որ քվեաթերթիկում ես մի քվեատուփի մեջ ընտրությունն է, ոնց անենք, փոխենք, դարձնենք։ Մենք չենք անելու դա, չենք արել, չենք են անելու։ Սա մի կողմից լավ է քաղաքացու համար, որովհետև իր ձայնը արտահայտվելու է։ Մյուս կողմից էլ սա պատասխանատվությունը, որը մենք տեղապահի կարգավիճակով կրում ենք միայն մեր վրա, ընտրությունների օր այդ պատասխանատվությունը բաշխվելու է ընտրության մասնակցող բոլոր քաղաքացիների վրա։ Այն, որ ասում է 3 միլիոն վարչապետ կա, այդ քվեարկության պահին, ընտրողների ցուցակում երևի ավելի քիչ են մարդիկ, թիվը չեմ կարող։ Այդ ընտրության պահին, ոնց որ վարչապետը որոշումներ աստորագրում եւ այլն կառավարությունը, այդ ընտրության պահին այդ ընտրությունն է տեղի ունենալու եւ այսօր էլ այդ ընտրությունը։ Մեր ընդդիմադիրները շաբաթը մի անգամ կոչ են անում, որ եկեք ժողովուրդ իշխանությունը փոխենք եւ այլն։ Դա ինչի մասին է։ Դա սրա մասին է։ Ես բացարձակապես դեմ չեմ, անկեղծ եմ ասում, նույնիսկ կողմ եմ։ Եթե մեր ժողովուրդը գտնում է, որ մենք գնում ենք սխալ ճանապարհով, ես կոչ եմ անում, թող դուրս գան, արտահայտվեն եւ Հայաստանում անեն իշխանափոխություն։ Եթե տենց գտնում է, որովհետեւ սա շատ պատասխանատու պահ է, ստեղ այն բաներ, այն սովորական ռեժիմները չեն աշխատում։ Ստեղ չկա, որ ամենատարբեր վայրի վերումներ, շատ հստակ է ընտրությունը, բայց ընտրությունը հիմա է, որը ժամանակ հետո լինելու է քվեարկություն, բայց ընտրությունը պետք է կատարվի։ Սրա մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Հովիկ Աղազարյան։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Խաղաղության պայմանագրի նախագծի վերջնական տեքստի հետ կապված վերջին երկու հոդվածներից մեկը վերաբերում է նրան, որ կողմերը պարտավորվում են եթե ճիշտ եմ ձևակերպում իհարկե, հետ կանչել դատական հայցերը միջազգային դատարաններից։ Հնարավոր է արդյոք ունենանք այսպիսի իրավիճակ, ադրբեջանական կողմը հետ քաշի դատական հայցերը
մենք հետ կանչենք դատական հայցերը եւ դրանից հետո Բաքվում այսօր ընթացող այսպես կոչված դատավարության արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը նոր հայցեր ներկայացնի։ Հարցի իրավաբանականները եւ խնդրում ենք պարոն Աղազարյան գրավոր հարցը ուղեք կառավարությունից դες կպատասխանեն։ Իսկ կարող եմ արձագանքել պարոն Սիմոնյան։ Կանոնակարգը չենք պահպանում։ Չէ, տենց է ձևը, որ Չէ, եթե կարող եմ, չեմ կարող, չեմ կարող։ Պատասխան չկա, պարոն Աղազարյան, ասում եմ Պատասխան կա, ես ինչ շատ էլ պատասխանել։ Ես պատասխանից բավարարված եմ միանշանակ։ Շնորհակալություն։ Բայց արձագանքեմ թե չէ։ Ում։ Անդոնի մոտ մարդ չկա, ինձ։ Պարոն Սիմոնյան, խնդրում եմ, Պարոն Աղազարյան, արձագանքեք, բայց ում։ Պարոն վարչապետին եկե պատասխանից, ես պատասխանից բավարարված եմ։ Գրավոր դիմեք, ձեր պատասխանից։ Պարոն Սիմոնյան, դուք ասեք, ես իրավունք ունեմ արձագանքելու թե ոչ։ Դե արձագանքեք, լավ, չգիտեմ, խոսացեք։ Ես չեմ ուզում ձեզ որևիցե ձևով սահմանափակեմ, խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ձեր պատասխանը երբեք այսպես խոսուն չէր եղել։ Ես կխնդրեի այդ կրթվելու շրջանակներում մի հատ կարդակ Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը գրքի այն հատվածը, որը ես մի անգամ խմբակցության նիստի ժամանակ ցիտել եմ։ Շնորհակալություն արձագանքի համար, հաջորդ հարցի համար Գառնիկ Դանիելյան համեցել։ Ուրեմն 18 թվականից սկսած մեր հայրենակիցները տարբեր տիպի խոստումներ են լսում եւ այդ խոստումները, որ տրվում են ամեն անգամ եւս մեկ անգամ համոզվում ենք, որ այն խոստումները, որ տրվել են ես 7 տարիների ընթացքում, նախ ոչ մի խոստում էլ չեք կատարել, պարոն Փաշինյան։ Դրանից հետո արհավիք է բերել մեր ժողովրդի գլխին, հետո գնացել եք ընտրությունների մի ծրագրով, որ Շուշի հադրութ պիտի դեօկուպացնեք, դեօկուպացիայի հարց անջատում հանուն փրկության եւ այլն։ Ուրեմն Արցախ էսպայն գոյություն չկա, քիչ չի։ Դուք մի հատ այստեղից գալիս եք հայտարարում եք, որ Արցախի հարց չկա։ Հազարամյակներով որ այդ մարդիկ մեր հայրենակիցները ապրել են այդտեղ, չկա։ Հիմա նորից էլ ինտրություն կլինի, էլի կգնաք կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսակ, կասեք իրական Հայաստանից ենք խոսում, բայց այդտեղ էլ ճիշտ չէ կլինի, էլի կխաբեք։ Ինչ վերաբերվում է մեր սահմաններին, որ ասում եք, դե դատապարտեիք, ասեիք զինվորականներին, դե գյուղի օրինակը ամենացծուն օրինակն է։ Վերջերս տեղի ունեցած շատ ուրեմն շատ տարիներ առաջ չի տեղի ունեցել։ Երբ որ սահմանապահ զորքերը եւ ՊՆ-ն իրարից տեղյակ չէին, դուք դրա մասին շատ լավ գիտեք։ Եվ մեղավորությունը ստեղ գցել ընդդիմության վրա, ես դրա լոգիկան չեմ հասկանում։ Դուք ձեր ներսում չեք կարող հասկանալ աջ ձեռը որտեղ է ձախը որն է։ Իրար հետ չեք կարողանում, այդ ստրուկտուրաները չեն աշխատում։ Եվ դրա պատասխանատվությունը կրում եք դուք։ Եվ հերիք է մեզ սովորեցնեք ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել։ Հոգնել ենք արդեն դրանից։ Կամ ինչն է պետք, ինչը չի պետք, իրական, ոչ իրական։ Դուք արդեն հասել եք նրան, որ հեսա երկունից հետո կարող է կաթողիկոսի պարտականություններն էլ վեկալեք ձեր վրա։ Հարցս հետևյալն է, սահմանազատման, սահմանագծման այս գործընթացը որ կա, որ ասացիք սկսվում է այդ գործընթացը, ինչ փուլում է։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Պարզվեց դրա համար էր սրբազան պայքարը, էլի տենց։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, հարցի համար, սովորաբար հոգնածների համար մի պրոցեդուրա կա, այդ հանգստանալն է։ Հոգնացեք, հանգստացեք։ Ինչ ձեզնից եք հոգնել, ինձնից հանգստացեք։ Եթե հոգնել եք ինձնից, ինչ եք հարց տալիս։ Հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք, որովհետև իմ Ինչ ասեմ։ Աշխատա։ Դե ինչ ասեմ։
Պարոն Դանելյան, ձեր հարցեն հատվածներին, որոնց տասնյակ անգամ անդրադարձել ենք, չեմ կարծում, թե նորից անդրադառնալու կարիք կա։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, հանձնաժողովները աշխատում են, հայտարարությունները արել են, հրապարակային են ինչ որ պիտի անեին, այսինքն ինչ որ արդեն համաձայնեցված է եւ հրապարակվել է, եթե նոր բան կլինի հրապարակելու, կհրապարակվել, գործընթաց կա, աշխատում են, բայց դեռևս հրապարակելու բան չկա։ Թե չէ կհրապարակեին, հակառակ դեպքում իմաստ չուներ Արձագանք չհրապարակելը։ Ուրեմն տեսեք, ես մեկ անգամ եւս ուզում եմ մեր սիրելի հայրենակիցների համար արձանագրել, որ քիչ առաջ դուք ասեցիք, որ գիտեք, որ ժողովուրդը ուզի անպայման կգա ու ինձ կհեռացնի։ Ես համոզված եմ, որ անգամ 100,000-ավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք։ Դուք գնացող չեք։ Հա, քիչ առաջ էլ հանրահավաքի քիչ էր մնում ժամ էլ ասեք, որ ժամին պիտի տեղի ունենա հանրահավաք, բայց դուք գնացող չեք, պարոն Փաշինյան։ Ես բազմաթիվ ուրեմն ցույցերի աննազանդության ակցիաների մասնակից եմ եղել, իմ մաշկի վրա զգացել եմ, էլի, այդ ռեպրեսիոն համակարգը, որ սկսվում է, ոչ մեկին չի խնայում, որ ասում եք ժողովրդավարության բաստիոն, թողեք մարդիկ իրանց կամարտահայտություններ անեն, խոսան, ժողովրդավար երկիր լինի, որ իր կարծիք արտահայտող մարդը չհայտնվի